1990 թվականի նոյեմբերին Երևանում գումարվել էր հայոց համազգային շարժման երկրորդ համագումարը։ Թեև խորհրդային միությունը փլուզվելու էր 1 տարի անց, ՀՀՇ-ն արդեն փաստացի Հայաստանի իշխող ուժն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը գերագույն խորհրդի նախագահն էր, Վազգեն Մանուկյանը վարչապետը։ Ղարաբաղ կոմիտեի մեկ այլ անդամ Վանո Սիրադեղյանը միայն 1992 թվականին էր նշանակվելու Հայաստանի ներքին գործերի նախարար։ 1990 թվականին նա գերագույն խորհրդի պատգամավոր էր եւ Հայաստանի անտառատնտեսության վարչության պետը։ Լևոն Տեր-Պետրոսյանը օգոստոսին թողել էր ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնը եւ համագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց Վանո Սիրադեղյանը։ Նա չէր թաքցնում, որ իշխող ուժ լինելը մեծ պատասխանատվություն է եւ դժվարին հարցեր է առաջացնում։ Самый сложный вопрос и самая сложная задача для движения. Пришли к власти, а как быть? Վանո Սիրադեղյանը նաև անկեղծ ասում էր, որ եթե կառավարությունը եւ խորհրդարանը շեղվեն ընտրված ուղուց, ՀՀՇ-ն իրեն կաշկանդված չի զգալու եւ հանդես է գալու քննադատությամբ։ Будем очень поддерживать и правительство, и Верховный Совет, если они не отойдут от наших программ. Если отойдут, будем очень сильно за это бороться, будем сильно ругаться. Եվ իսկապես, հետագա տարիներին զբաղեցնելով ներքին գործերի եւ Երևանի քաղաքապետի պաշտոնները, Վանո Սիրադեղյանը հաճախ էր հանդես գալիս գործընկերների եւ կուսակիցների հանրային քննադատությամբ։ Մանրամասներին կարող եք տեղեկանալ կարդալով Վանոն ու Վազգենը երկու ընկերների կյանքն ու ողբերգությունը գիրքը, որը վաճառվում է գրախանութներում։